Նորբեկում հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիան ու Հայաստանը հունվարի 1-ից պարզեցնում են վիզայի ընթացակարգերը դիվանագիտական հատուկ ու ծառայողական անձնագրերի տերերի համար։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը պատասխանել է հարցին, թե արդյոք Իրանը պատրաստ է ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին լուծել հակամարտությունը, երբ ես սպառնացի նրանց մեծ մաքսատուրքերով, հայտարարել է Միացյալ Նահանգների առաջնորդը։ Ինչու է անհանգիստ Կոպերկինը։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը հայտարարել է, որ Թրամփի ուղին կարող է ազդել Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության վրա։ Նոր ձերբակալություններ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել են Հայրենի կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին եւ եւս 9 հոգու։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվական, այսօր դեկտեմբերի 30-ն է, չորեքշաբթի ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի ամենակարևոր իրադարձությունները։ Նորբեկում հայ-թուրքական հարաբերություններում 26 թվականի հունվարի 1-ից Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական, ծառայողական ու հատուկ անձնագիր կրող անձին կարողանալու են էլեկտրոնային վիզա ստանալ անվճար, հայտնում է արտաքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում երկրները որոշել են դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ ու ծառայողական անձնագրեր կրողների համար։ Այս առիթով Հայաստանն ու Թուրքիան եւս մեկ անգամ վերահաստատում են իրենց հանձնառությունը շարունակելու երկու երկրների միջև կարգավորման գործընթացը նպատակ ունենալով առանց որևէ նախապայմանների հասնել լիարժեք կարգավորմանը, ասված է հաղորդագրության մեջ։ Արտգործնախարար Միրզոյանը նախորդին անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին նշել էր, որ ինտենսիվ եւ շատ դրական երկխոսություն կա Թուրքիայի հետ, ընդգծելով ժամանակն է, որ ունենանք մեծ շոշափելի առաջընթաց գետնի վրա։ Տեղի ունեցավ Գյումրի-Կարս, ուրեմն երկաթուղային այդ հանգույցի գնահատման ուղղությամբ աշխատող փորձագիտական խմբի հանդիպումը, Հայաստան-Թուրքիա փորձագիտական խումբ եղավ Թուրքիայի տարածքում այդ հատվածում, այնուհետև անցավ Հայաստանի տարածքում իր ուսումնասիրությունը արեց, դեղ աշխատանքներ կան արդեն, ասում եմ ցույց տալու, որ կան քայլերը եւ աշխատանք իսկապես արվում է, բայց կհամաձայնեի ժամանակն է, որ մեծ եւ շատ շոշափելի առաջընթաց արդեն որպես փաստ ունենանք։ Իր հերթին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն է հայտարարություն տարածել, նշելով, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ դեսպանորդների միջև ձեռք բերված համաձայնությունների շրջանակում Թուրքիան ու Հայաստանը որոշել են բարձրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական, հատուկ ու ծառայողական անձնագրերի տերերի համար 26 թվականի հունվարի 1-ից սկսած երկու երկրների դիվանագիտական, հատուկ ու ծառայողական անձնագրերի տերերը կկարողանան անվճար էլեկտրոնային վիզաներ ստանալ։ Այս առումով Թուրքիան եւ Հայաստանը վերահաստատում են իրենց հանձնառությունը շարունակելու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը առանց որևէ նախապայմանի լիարժեք կարգավորման հասնելու նպատակով, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Այսպիսով, ինչ զարգացումներ են հնարավոր 26 թվականին հայ-թուրքական հարաբերություններում, 26 թվականը կարող է դառնալ կարևոր տարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, քանի որ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ առկա դրական դինամիկան հուշում են շոշափելի առաջընթացի մասին։ Թուրքիայի նախագահ Էրդողանը դեռևս դեկտեմբերին հայտարարել էր, որ 26 թվականի սկզբից կձեռնարկվեն խորհրդանշական քայլեր, ինչը համապատասխանում է վիզաների դյուրացմանը, բայց կարող է ներառել ավելին։ Բացի այդ, Turkish Airlines-ը պլանավորում է սկսել կանոնավոր ուղիղ թռիչքներ Ստամբուլ, Երևան մարտից։ Դա կլինի ուղևորափոխադրումների վերսկսում։ Հիշեցնենք, որ առևտրային բեռնափոխադրումներն արդեն իսկ գործում են։ Քննարկվում է սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագետների համար, ինչպես նաև երկաթուղային կապի, Գյումրի-Կարս տեխնիկական գնահատում։ Հայաստանի իշխանությունը լավատես է ինտենսիվ երկխոսության վերաբերյալ, իսկ թուրքական կողմը վերահաստատում է հանձնառությունը առանց նախապայմանների լիարժեք կարգավորմանը։ Գործընթացը շարունակվում է առանց նախապայմանների, բայց Թուրքիա հարաբերությունները եւ սահմանի բացումը կապում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետ։ Այդուհանդերձ 25 թվականի ընթացքում գրանցված դրական դինամիկան, հանդիպումները, համաձայնությունները հիմք են տալիս ակնկալելու, որ 26-ին կարող ենք տեսնել ավելի մեծ առաջընթաց մինչև սահմանի մասնակի բացում կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սակայն վերջնական արդյունքները կախված կլինեն քաղաքական կամքից ու տարածաշրջանային
զարգացումներից։ Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե Հայաստանը ցանկանում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել Իրանի հետ։ Նա բարձր է գնահատել Թեհրանի հետ հարաբերությունների դինամիկ զարգացումը։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, եւ մենք ցանկություն ունենք նաեւ Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել, հավելել է նա։ Եվ ահա Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը պատասխանել է հարցին, թե արդյոք Իրանը պատրաստ է ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, հաշվի առնելով, որ Հայաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել Միացյալ Նահանգների, ապա Եվրամիության հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք այս երկրի հետ եւ վճռական ենք շարունակել դրանք տարբեր ոլորտներում։ Թեհրանը հարգում է այն փաստը, որ երկրները հարաբերություններ ունեն այլ կողմերի հետ, քանի դեռ դա չի վնասում Իրանի հարաբերություններին։ Մեր հարաբերություններն այլ երկրների հետ ձևավորվում են փոխադարձ շահերի ու մտահոգությունների ուշադիր ուսումնասիրության հիման վրա եւ մեր հարաբերությունները Հայաստանի եւ այլ հարևանների հետ կարգավորվում են այս հիմքով, հայտարարել է Էսմայիլ Բաղեին։ Հայաստանը մինչև 25 թվականի դեկտեմբերի 30-ը պաշտոնապես ռազմավարական գործընկերության մակարդակի հարաբերություններ կամ համապատասխան համաձայնագրեր է ստորագրել Միացյալ Նահանգների հետ, ստորագրվել է ռազմավարական գործընկերության կանոնադրություն 25 թվականի հունվարին Վաշինգտոնում։ Եվրոպական միությունն ընդունվել է Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգը 25 թվականի դեկտեմբերին, որը բարձրացրել է հարաբերությունները ռազմավարական մակարդակի։ Չինաստանի հետ հաստատվել է ռազմավարական գործընկերություն, այս տարի Ղազախստանը հաստատել է ռազմավարական գործընկերություն, Նիդերլանդների հետ են հարաբերությունները բարձրացվել ռազմավարական գործընկերության մակարդակի, Լյուքսեմբուրգը հարաբերությունները բարձրացրել է ռազմավարական գործընկերության մակարդակի, Գերմանիան հաստատել է երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգ, բացի այդ Ֆրանսիայի հետ կա բարձր մակարդակում քաղաքական համաձայնություն ռազմավարական գործընկերության ամրագրման վերաբերյալ, ինչպես նաև ակտիվ ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններ ու համագործակցության ծրագրեր, սակայն պաշտոնական առանձին համաձայնագիր չի ստորագրվել։ Այս եւ այլ թեմաներ քննարկելու են միջազգային հարաբերությունների փորձագետ հրապարակախոս Տիգրան Գաբոյանի հետ։ Պարոն Գաբոյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Գաբոյան, անդրադառնանք այսպես ասած նոր բեկմանը հայ-թուրքական հարաբերություններում։ Թուրքիան եւ Հայաստանը հունվարի 1-ից բարձրացնում են վիզայի ընթացակարգը դիվանագիտական, հատուկ ու ծառայողական անձնագրերի տերերի համար։ Գիտեք, որ խոսել էր հայ-թուրքական հարաբերությունների մասին վերջերս արտաքին գործերի նախարարը Էրդողանն էր խոսել 26-ին ակնկալելով այսպես խորհրդանշական տեղաշարժեր, ինչ է կատարվում եւ ինչ ակնկալել հետայսու 26 թվականի համար հայ-թուրքական հարաբերությունների, համեցեք։ Այո, ինչպես սպասելի էր, արդեն այդ ցունհալը կամ այսպես փեգումը պիտի կատարվեր սահմանը բացելու։ Թուրքիա միշտ շեշտած ենք եւ կրկնած ենք շատ անգամներ, որ քննարկը Թուրքիո տաշն է, Թուրքիան ինքը պիտի պետք է բանա սահմանը։ Այս խորհրդանշական քայլերը պետք է վերածվին իսկական քայլերու։ Թուրքիայի վրա ճնշումը մեծացման այսպես ուղղություն ունի, որովհետև եւ ինքը իր ներքին շահերն ալ մեկնած, որովհետև ինչպես տեսնենք քուրդական հարցը արդեն շատ մակլցումներ ունի եւ կհասունանա, իսկ Իսրայելի հետ միշտ այսպես այդ խորապատկերը չեն կրնար չտեսնել եւ որ այդ հակամարտությունն ալ աճի մեջ է։ Երեք տեսանք Թրամփի եւ Նեթանյահուի մամլոասոլիսին հարցում հարցվեցավ Թրամփին, որ այսինքն մոդագա շրջանին շատ հավանական է Թուրքիա եւ Իսրայել փախումը կամ թիմագայությունը, ինքը չրեց կամ ուզեց բացառել, որտեղ այսպես կամ այնպես Ամերիկան է սանցողը կամ Իսրայելը նախ եւ առաջ, երկրորդ Թուրքիային բարփակողը, ոչ թե սանցողը, ամերիկյան ուղղությամբ եւ ղեկավարությամբ է, որ Թուրքիա արտաքին քաղաքականությունը դրսևորվի, անոր համար ալ մեր սահմանի բացումը Հայաստանի հետ ամերիկյան այսպես կամ այնպես ուղղորդվածություն մկա
ուշ կամ գանուխ Թուրքիան հագատրված է, որովհետև եթե սահմանը բավի մեր հետ կնշանակե, որ թշնամական մղում ունի կամ մոդեցում ունի մեր հանդեպ Թուրքիան եւ այդ մեկը Ամերիկայի մանավանդ Թրամփի ուղիի կորզատրման խորապատկերին եւ փոխանցության վրա վատ աստեցություն գտողու նույն ժամանակ արդեն Իսրայելը Հունաստանի եւ Կիպրոսի հետ այսպես կոչված տաշնակցային հարաբերություններու եւ համագործակցության բարձրակույն համաձայնագիր կգնքե, որը ուղղված է նախ եւ առաջ Թուրքիա։ Այո։ Պարոն Գաբոյան, տեսեք դուք անդրադարձաք Թրամփին, Թրամփը փաստորեն ասում էր, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցին լուծել հակամարտությունը, երբ ես սպառնացի նրանց մեծ մաքսատուրքերով։ Այ ինչպես եք սա գնահատում։ Վերջին շրջանում, վերջին ամիսներին անընդհատ նա անդրադառնում է որպես նաեւ կարեւոր ուրեմն ձեռքբերում իր համար այս հաստատված խաղաղությունը եւ փաստորեն ասում է, որ մաքսատուրքերի սպառնալիքն է եղել պատճառը, ինչ կասեք այս մասով։ Մենք չենք գիտեր ինչ տեսակի զրույց կամ բանակցություններ ընթացած են այդ առումով, ներքին կանալներով, բայց վստահ է, որ արդյունքը շոշափելի է, այսպես կոչված ինչ ալլա մեր վրա ճագերտված բանեցված ճնշումները այդ բանեցված ճնշումները ավելի են եւ ավելի այսպես ասած ուղղորդելի են կամ թիրախային են Ադրբեջանի վրա, որովհետեւ ցավոք Ադրբեջանը հաղթական կողմն է եւ Ադրբեջանի պայմանները մեր վրա չունին շրջանցվելիք ուղի քան Միացյալ Նահանգներու բարած քաղաքականություն նույն Ադրբեջանի հանդեպ կտեսնենք կոնգրեսը արդեն իր Թրամփին հավասարակշռող ուրիշ որոշումներու ընթացքի մեջ էր, որ եթե հանգարց անցարցակի Ադրբեջանը որևէ ոտնձգություն Հայաստանի հանդեպ, մենք ամիջավես պիտի կործատրենք պատժամիջոցներ, այսինքն մեր հանդեպ կործատրված ճնշման թե բացահայտումը, թե եղած չեղածը ավելի պետք է դիտել Ադրբեջանի հանդեպ կործատրված ճնշումներով մեկ եւ այդ նույն ես կարծեմ թե ամեստորեն տարածքաշրջանի վարված քաղաքականությունը այդ Թուրքիա եւ Ադրբեջան չի դարանչադվիր Ամերիկայի կողմը, այսինքն Թրամփի ուղին ինչքան ուզեն Թուրքիա եւ Ադրբեջանը ներկայացնելի բր նվաճում իրենց, եթե իրենց նվաճում է, ուրեմն Թուրքիա պետք է սահմանը բանա, իսկ սահմանի բացումը բարձ է, որ մեզի ալտիվանագիտական հաղթանակ կհամարվի, այդ բարձ հաշվարկով, որ Հայաստանը պիտի շահի այդ սահմանի բացումը։ 26-ին այս առումով ինչ կարող ենք ակնկալել այս սահմանի բացման հետ կապված, պարոն Գաբոյան, սա միայն դիվանագիտական ուրեմն անձնագրերի մասով է։ Հաշվի առնելով նաև Թուրքիայի դիրքորոշումը, որ անդադ խաղաղության հետ, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ է փորձում կապել ու պայմանավորել դրանով։ Այո, ինքը Թուրքիան պիտի փորձե, այսինքն թե իր ներքին հանրության, թե Ադրբեջանի հետ իր այսպես հավատարմության եւ կեցվածներու համադրման իմաստով, մինչև վերջ այդ տպավորությունը թողել, որ Հայաստանին մեզի այսպես արավելակույնը պիտի բոգե մեզ եւ Ադրբեջանի հետ պիտի համադրե, բայց այստեղ իր համադրումը Ադրբեջանի հետ չէ, այսինքն ինքը հաշվետու է, ինչպես որ հիշեցինք Միացյալ Նահանգներում եւ անշուշտ իսրայելյան փախումին հետ ագամա կհամադրվին իր արտաքին քաղաքականությունները։ Ուրեմն ինչպես որ Էրդողանը նշեց, մենք կսկսանք խորհրդանշական քայլերու, այդ խորհրդանշական քայլերը մեկը որ երրորդ արդեն գար այդ համաձայնությունը Ռուբինյանի եւ Կիլիշտարի նախնական համաձայնությամբ, որ պետք է երրորդ երկրի քաղաքացիներուն եւ դիպլոմատիկ անձնակիրները գրողներուն սահմանը բացել է, ոչ թե միան վիզան, ոչ թե միան անձնակրային մուտքային վիզան թույլտվությունները արտոնյալան
այսպեսի խորհրդանշական քայլերը գուզե Էրդողանը հավատարիմ լալ իր դված խոստումին նախ իր հանրության եւ Ադրբեջանի բայց հուսանք ոչ թե միան հուսանք կնտակ իրենց ինչպես որ հիշեցի գներեք գործնության Հայաստան շատ բան անելիք չունի այլևս կամ Թուրքիա պիտի բանա սահմանը կամ եթե պիտի չի բանա միշտ հիշած ենք եւ կրկնած ենք Հայաստան պետք է այլևս ուրիշ եթե չսենք արմատական քայլերով բայց պիտի անշուշտ իր անվտանգային համագարկը եթե բացառվի Ադրբեջանի հետ պատերազմը 100% Թրամփի ուղիով այլևս Հայաստանի վարելիք քաղաքականությունը Թուրքիան դեպ այդքանալ բաղադակին եւ այսպես ասած ամեն քնով միան սահմանի բացման ուղղված պիտի չի մնա եթե Թուրքիան ընտրվելի մնա եւ միան մնա այդ շրջանակի մեջ որը հավանական չէ շատ այդ շրջանակի մեջ որ չփանա սահմանը եւ միան խորհրդանշական քայլեր կատարի Պարոն Գաբայան, ձեր գնահատմամբ հաջորդ քայլը որը պետք է լինի այս ուրեմն հաստատված երկկողմ պայմանավորվածության արդյունքում հունվարի 1-ից գործի դրված քայլից հետո, հա, պետք է լինի դիվանագիտական հարաբերությունների վերականգնում, հաստատում, սահմանի բացում, այ ինչպես պիտի այս գործընթացները տեղի ունենան, որը որին պիտի հաջորդի նախորդի։ Իրենք մոտավորապես նշած են, որ խորհրդանշական քայլերը պիտի առականան նախ եւ առաջ եւ այդ ժամանակացույց մենք չենք կնար իրենց կողմեն մտածել կամ վարվել կամ այսպես ասած քայլ առնել ընդհանրապես մեկ քայլը որ իրենք առնեն արդեն Հայաստանը կարծեմ պատրաստ է ամեն տեսակով նույնիսկ սահմանակետներու կարգավորումները կատարված են ժամանակացույցը եւ թաշտը քթագը իրենց թաշտն է ժամանակացույցն իրենց քայլերով կփանի կամ կշարժի հուսանք ճուշանա այդ նորեն մեկ տարիա չգործընծնենք այդ սահմանի լարախաղության մեջ բանալ չբանալ եւ այլն Գարձեմ թե այս բարակային գարձեմ ավելի պիտի առականանա տեմպը շատ մը ինչպես հիշեցինք անգամակները որոնք կաստեն այդ տեմպը առակացնելուն վրա Եվ պարոն Գաբայան, հետաքրքիր է ինչպես է գնահատում Իրանի արձագանքը, ես ներկայացրի Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակի պատասխանը, գիտեք վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Իրանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին, հիմա լսեցինք նաև Իրանի արտաքին գործերի նախարարության արձագանքը, ինչ է սա ենթադրում, ինչպես է գնահատում Մենք միշտ պետք է նկատի ունենանք, որ Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ նախ միշտ խոշորացումներով չդիտենք կամ չափազանցյալ ձևով չառնենք։ Իրանը Հայաստանի հետ չի գնալ դաշնակից դառնալ։ Շատ պատճառներ է, ես անձնական դելուզությունս չեմ իան, շատ վերլուծաբաններ ալգսեն, որտեղ Իրանի ուղղվածությունը նախ կրոնական է։ Եվ այստեղ միշտ Ադրբեջանի հետ հավասարակշռային քաղաքականության մեկ թրույթի մեջ, մեկ բարունակի մեջ գտիդե Հայաստանը չի գտնա ռազմավարական մագարտակի բարձրացնել Հայաստանի հետ։ Շատ հետաքրքրական է։ Այս ուսանողական պատասխանները անշուշտ բարձ է, որ չսա, կամ իրենք թեմ են ռազմավարական համաձայնագիր կնքելու, ագարակ խուսանավական պատասխան մտվավ մեզ չի խանգարեր եւ այ գիտենք չի խանգարեր, բայց Իրանը շատ տնելիք չունի Հայաստանի հետ, այդ իմաստով որ Իրանը ինքը տնտեսական ծրագիրներ չի գրնար նախարարչարկել, մեծ ֆինանսավորման խնդիրներ ունի եւ երկրորդ այսպես կամ այնպես իր համատրումները միշտ Ադրբեջանի հետ են, որովհետեւ Ադրբեջանը շիա պետություն է, Իրանը գտիդե Ադրբեջանի իբր իրեն շարունակություն կամ ներփակողոշ անորամար չի գրնար դաշնամական հագարակ որ մենք կգնքենք հարաբերություններ բնականon խաղաղ հարաբերություններ Ադրբեջանի հետ, բայց Իրանի եւ մեր ռազմավարական հարաբերությունները ոչ կանխատեսելի են, ոչ ալ իրենց ասկային շահը կփխի Իրանի։ Շատ հետաքրքրական խաղ է այստեղ Թուրքիայի հետ, եթե Թուրքիա, որովհետեւ Իրանը այս տրիպի կորցատրությամբ քիչը շահետուրս պիտի մնա այս եթե բարակապակցությունը կամ նախատեսությունը օգտագործենք ինքը ամենան քիչ շահ ունեցող երկիրն է տարածքաշրջանին տրիպեն
անշուշտ Վրաստանն բայց Վրաստանը ավելի շահ ունի անորամար Իրանը շատ հետաքրքրական է իր հարաբերությունները Թուրքիայի հետ ինչպես պիտի ոչ թե միայն մեր հետ Թուրքիայի հետ եթե Թուրքիան սահմանը բանա բոլորովին ուրիշ տարածքաշրջան կստացվի եւ Իրանը այստեղ այո Քննադելի է Հայաստանի քայլը, որ կանխեց ինքը սա մենք կուզենք քեզ տեսնել իբր շահ ունեցող կողմ Իրանի է խոսքը, այսինքն եթե ռազմավարական հարաբերություններ հաստատեք մեր հետ, ռազմավարական համաձայնագիր ոչ թե հարաբերություններ, դուք ալ շահ ունեցող կողմ կդառնաք եւ մենք ցեզ Հայաստանը, այսինքն մենք ցեզ կընդգրկենք այս ընդհանուր պակետի մեջ։ Իրանը անշուշտ իր մոտեցումներ ունի, ինչպես ասի Անորամար Իրանի արտաքին քաղաքականությունը այս հարցով քիչ մը չասենք կորսված է, բայց հստակ չէ, ինքնա չգիտեր ինչ ծեվի դստանա տարածքաշրջանը, այսինքն իր բղդոր եւ խնդրահարույց հարաբերությունները Ռուսիայի հետ, Իրան-Ռուսիա շատ բան կբացահայտեն այս հարցով։ Շնորհակալ եմ, պարոն Գաբոյան։ Զրուցում էի միջազգային հարաբերությունների փորձագետ հրապարակախոս Տիգրան Գաբոյանի հետ։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին պարզեցել է հայ-ադրբեջանական հակամարտությունը արագ լուծելու իր կարողությամբ։ Պատերազմը տևեց 35 տարի, Պուտինի ինձ ասաց, չեմ կարող հավատալ, որ դուք լուծեցիք այս պատերազմը, որովհետև ես 10 տարի փորձեցի եւ ես բառացիորեն լուծեցի այն 1 օրում։ Ես երկուսին էլ ասացի, որ մենք կդադարեցնենք առևտուրը, այլևս ոչ մի առևտուր, ապա ես սահմանեցի 200% մաքսատուրքեր։ Նախորդ անգամ Թրամփն անդրադարձել էր հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանը վերագրող իր դերակատարությանը 25 թվականի հոկտեմբերին Հարավային Կորեայում ելույթի ժամանակ։ Այդ ժամանակ նա դժվարությամբ էր արտասանել Ադրբեջանի անունը։ Ավելի վաղ 25 թվականի սեպտեմբերին նա բազմիցս ներառել է այս հաջողությունը իր վերջ տված պատերազմների ցանկում, ելույթներում եւ հարցազրույցներում։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպերկինը դարձյալ անհանգիստ է։ Ռուսաստանը ուշադիր հետևում է Վաշինգտոնում հայտարարված Թրամփի ուղին միջազգային խաղաղության ու բարգավաճման համար հայ-ամերիկյան նախագծի շուրջ զարգացումներին։ Այս մասին Նոյև Կովչեկ թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ լիազոր դեսպան Սերգեյ Կոպերկինը։ Մինչ այժմ մենք լսել ենք միայն այս վեհաշու կանոնը, դրա իրականացման գործնական աշխատանքները, որքանով մենք գիտենք, դեռ չեն սկսվել։ Մեր դիրքորոշումը կձևակերպվի, երբ այս նախաձեռնությունը կոնկրետ ձևակերպում ստանա։ Ավելին Թրամփի երթուղին կարող է ազդել Հայաստանի եւ Ռուսական տնտեսական միությանը անդամակցության վրա, քանի որ հանրապետության տարածքով ապրանքների անցումը կարգավորվում է ի թիվս այլ բաների եւ Ռուսական միության օրենքներով։ Մենք պատրաստ ենք մեր հայ գործընկերների հետ այս հարցի շուրջ առարկայական խորհրդակցությունների։ Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին, հատկապես այն պատճառով, որ այս ոլորտում առաջընթացը սկզբնապես հիմնված էր Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև 2022 թվականներին կնքված եռակողմ համաձայնագրերի մի շարքի վրա։ Մենք կարծում ենք, որ համապատասխան գործընթացները պետք է հաշվի առնեն տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների եւ նրանց հարևանների շահերը, ասել է Կոպերկինը։ Նոր ձերբակալություններ Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել են հայինի կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Սոս Հակոբյանը։ Ավելի վաղ Արթուր Վանեցյանը գրել էր, թե իրեն անհայտ պատճառով հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խոզարկում են հայինի կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի բնակարանը։ Մանրամասները դեռևս հստակ չեն, բայց կասկած չի կարող լինել, որ գործ ունեն հերթական քաղաքական հետապնդման հետ, գրել էր նա։ Ձերբակալվել են նաև Վաղարշապատում հայրենի կուսակցության պատասխանատու Վաղարշապատի ավականու ընտրությունների համամասնական ցուցակի երկրորդ համարում ներկայացված Արամ Քոչարյանը, Խաչիկ Գալստյանը եւ եւս 9 անձ ձերբակալվել են Վաղարշապատում ավականու ընտրություններին հայրենի կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշարք տալու եւ նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշարք ստանալու դեպքերի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել
են, որ ձերբակալվածների թվում է նաև Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը։ Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 3-ի նկատմամբ տնային կալանքը։ Խաչի Գալստյանի եւ եւս մեկ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն են ներկայացրել դատարան։ Այս եւ այլ հարցեր առաջինի տաղավարում քննարկելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Տիկին Հակոբյան, բարև ձեզ։ Ինչպես եք գնահատում ստեղծված իրավիճակը, ինչ է կատարվում, նոր ձերբակալություններ, տարվան ամփոփելուն ընդամենը 1 օր է մնացել, բայց դուք տեսնում եք 10 ձերբակալության հետ գործ ունենք, ինչ է կատարվում, տեսակ նաև Վանեցյանի եւ մյուս ընդդիմադիրների գնահատականը, որ սա պարզապես ուրեմն քաղաքական հաշվեհարդար է, որ սա կոնկրետ իշխանության կողմից իրականացվող քայլ է, բեսպրեդել է եւ այլն, արդեն վաղ առավոտից լսել եք թե ինչպիսի գնահատականներ են ձեր հասցեին հնչում, համեցեք։ Դե այս մարդկանց ցանկացած առնչություն ընտրական process-ների հետ պետք է բերի քրեական որևէ պատասխանատվության կամ գոնե դրա կասկածին։ Սրանում կասկած չկա։ Երբեմն ուղղակի լրահոսում տենց կորում են շատ լուրեր, նույն այսօր խորհրդարանում 2 ընդդիմադիր խմբակցությունների կարկառուն ներկայացուցիչներ օրինակ ունեն մեղադրական եզրակացություններ ընտրական process-ներում իրենց ապօրինի գործունեության հետ կապված, հա, շտաբի պետ, պատգամավոր եւ այլն։ Ուղղակի լրահոսում կորում է, որովհետեւ երևի արդարադատությունը մի քիչ ուշանում է կամ ուղղակի մենք ենք անուշադիր, չգիտեմ։ Ինչ վերաբերում է վաղաշաբաթի ընտրությունների հետ, էլի ակնհայտ է, տեսեք, ասում եք Արտուր Վանեցյան, ով հանրապետական փաստորեն կուսակցության կոալիցիոն գործընկերներ մի խմբակցությամբ էին ներկայացած խորհրդարանական ընտրություններին եւ այժմ ձերբակալված նախկին Արմավիրի փոխմարզպետ։ Այս շրջանակը չի կարող թաթախվել որևէ գործունեության մեջ ու չբերի քրեական պատասխանատվության։ Ես չեմ զարմանում, բայց շատ ուրախ եմ, որ արագի գործընթացներն իրականացվել, չեն անցել տարիներ, այլ ընդամենը մեկ քաղաքական միջամտություն այստեղ բացառում եք, Տիկին Հակոբյան։ Ախր ես զարմանում եմ, որ ասում են քաղաքական միջամտություն, այդ որ մի քաղաքական միջամտությամբ է տեղի ունեցել որևէ ձերբակալում կամ կալանավորում կամ լսել եք տարբեր հայտարարություններ, մասնավորապես ուրեմն Միքայել Սրբազանի, Բագրատ Գալստանյանի եւ մյուսների հետ կապված, նրանց բոլորի արարքները նկարագրված են քրեական օրենսգրքում։ Ոչ ոք չի խնդրել անել այնպիսի կոչեր, որոնց համար միջև 5 տարի ազատազրկում է ենթադրվում, ոչ ոք չի նրանց ստիպել անել գործողություններ, որոնք էլի նկարագրված են քրեական օրենսգրքում։ ընտրություններից ամիսներ առաջ իշխանությունը ռեպրեսիաների անցել։ Ով ասեց, այդ նույն Բագրատ Գալստանյանը իր գործունեությունը ծավալում էր դեռ 2 տարի առաջ, երբ ընտրություններին կար 2 տարի։ Ես նկատում եմ այս 10 ձերբակալություններին, եթե անդրադառնանք, ասում են, որ 6 ամիս առաջ ընտրություններից դուք արդեն ռեպրեսիաների եք անցել։ Շատ լավ, ես էլ ասում եմ 2 տարի, 3 տարի, 4 տարի առաջ, ես նոր ասում եի, չէ, 2 խմբակցությունների այսօրվա ընդդիմադիր շտաբի պետեր, պատգամավոր եւ այլ գործիչներ, այդ գործերով անգամ կա մեղադրական եզրակացություններ։ Սրանք բնականաբար ձերբակալություն, կալանավորում, գործի հարուցում եղել է մի քանի տարի առաջ, ամիս առաջ, կամ ընտրություններից ամիսներ հետո, այլ բան է, որ սա փաթեթավորվում էր ժամանակին իբրև արտահերթ ընտրությունների գնալու քայլեր, չէ՞ որ միշտ ամեն փուլում լինի լավ իրադարձություն թե վատ, միշտ ընդդիմադիր մամուլը եւ ընդդիմադիր գործիչները մեզ ասում են, քաղաքացիներին ասում են, որ այ պատրաստվում են արտահերթ ընտրությունների իշխանությունը, դրա համար մեր բոլորի մոտ տպավորություն է, որ բոլոր գործողությունները կապված են առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրությունների հետ, բայց ոչ, ուղղակի նոր է եղել վաղաշաբաթի ընտրությունները եւ նորեն բնականաբար այդ ենթադրյալ հանցագործությունները տեղի ունեցել, բնականաբար նորեն իրավապահ համակարգի գործողությունները եւ հարուցված գործերը։ Սա է ամբողջը։ Իսկ ժամանակին եղել են հերթական, հա, 21 թվականի ընտրությունների, թիմ ընտրություններին հաջորդող։ Լավ, ինչպես է արձագանքում նրանց այդ մեղադրանքներին, ռեպրեսիաները եւ այլն եւ այլն։ Ի վերջո նրանք կոնկրետ հիմա մեղադրանքներ են քաղաքական ճնշումների մասով։ Նրանց գործը, ընդդիմության գործը, այդ ամեն ինչը փաթեթավորելն է, իբրև
ռեպրեսիա, որովհետև չեք կարող, չէ՞ պատկերացնել, որ կարող են կանգնել ասել, այո, մենք ներողություն ենք խնդրում, վաղվանից այդ գիծը քաշում ենք եւ այլևս ոչ մի հանցագործություն։ Բնականաբար պետք է ասեն, մենք մեղավոր չենք, սա իշխանական այդ մեքենան է մեր դեմ գործում, սա ռեպրեսիաներ են, մեզնից շատ են վախենում, մենք տենց բանը, Արտուր Վանեցյանը տենց մեր հիմնական օպոնենտն են, մենք էլ իրեն ուզում ենք չեզոքացնենք վաղաշապատի շրջանակներում, հա, իրենց երկրորդ համարի շրջանակներում, անունն էլ չգիտեի, նոր ձեր տաղավարից լսեցի դեմքն էլ չգիտեի։ Այսինքն դա ծիծաղելի է, ուղղակի կան արարքներ, որոնց համար ենթադրում է որևէ պատիժ կամ գործողություն, այդպես պետք է գնա, այլ կերպ չի կարող պետությունը գործել։ Այլապես կլինի անգործություն, ինչը եւս պատժելի է։ Լավ, տեսեք, ամիսներ է մնացել, հա, հաշված ամիսներ են մնացել ու կան այսպիսի գործեր, քաղաքական ուժեր են, որոնք հայտ են ներկայացնում, դուք տեսնում եք Արման Թաթոյան, Նարեկ Կարապետյան, հիմա Փաստորեն Հայրենի կուսակցության առաջնորդն է այսպիսի ուրեմն հայտարարություններ անում, ու մենք տեսնում ենք նաև այնտեղ Նարեկ Կարապետյանն է բավականին ակտիվ, խոսում թե օրինակ ինչ պլաններ ունի Ադրբեջանը ու թույլ իշխանությունը որքանով է նպաստում ադրբեջանցիների այստեղ հաստատման, իրավիճակը ինչպես է գնահատում եւ 26 թվականի համար լրջագույն վտանգներ տեսնում եք այս բոլոր թվարկածս ուժերի խմբերի կողմից թե ոչ։ Ինչ վերաբերում է նույն Նարեկ Կարապետյանին, նա քաղաքականության մեջ չոչանող է։ Այսինքն ինքը նոր է սկսել քայլեր անել եւ բնականաբար շատ կլինեն սայթակումներ, չէ, երեխան էլ որ նոր սկսում է քայլել, ընկնում է, դրա համար հիմա ինքը չոչի անում, փորձում է կանգնել, ընկնում է, որովհետև անընդհատ սխալ ինֆորմացիաներ, ֆեյք լուրեր, անտրամաբանական հայտարարություններ, հետո սկսում են մաքրագրել, սրբագրել ասածները։ Դրա համար մի քիչ պետք է պատրաստվել նոր մուտք գործել քաղաքականություն։ Իր հայրը լինելով հանրապետական խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, էլի սայթակումներ էր անում։ Նա նոր է սկսել, պետք է ըմբռնումով մոտենանք, ոչինչ, բոլորն էլ սայթակում են, կսովորի։ Արման Թաթոյանի մասն էլ կարող եմ նույն բանն ասել։ Նա միշտ եղել է բեք վոկալը Սերժ Սարգսյանի, այսօր փորձում է որպես մենակատար հանդես գալ, բայց էլի որպես առաջին քայլեր անողի իբրև մենակատար մենք պետք է ըմբռնումով մոտենանք նրանց սայթակումներին եւս ոչինչ կսովորեն, չեն սովորի դուրս կմնան։ Հիմա ընտրություններ է լինելու, նրանց գալահամերգն է եւ կհասկանանք հասարակությունը ինչպիսի գնահատական կտա նրանց առաջին քայլերին։ Ես չեմ ուզում իհարկե տպավորություն ստեղծվի թե որևէ մեկին անլուրջ եմ մոտենում, բայց նրանց հայտարարություններն են ստիպում նման մեկնաբանություն անել։ Տեսեք, ես ներկայացրի նաև թե Կոպերկինը գիտեք վերջին շրջանում հարցազրույցներ է տալիս, բավականին անհանգիստ է հայ-ռուսական հարաբերությունները, որ դրանք բարդ փուլում են հիմա գտնվում, մասնավորապես երեք այդպես էր ասում, հիմա էլ ասում է, որ բանը Թրամփի ուղին կարող է ազդել Հայաստանի Եվրասիական միության անդամակցությանը, ըստ էության այստեղ հակասություն է տեսնում, դուք ինչպես եք գնահատում Տիկին Հակոբյան Ռուսաստանի այս անհանգստությունները եւ որքանով դա կազդի Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցության վրա, ըստ էության շատ կոնկրետ են այս հայտարարությունները ռուսական կողմից հիմա գալիս։ Չեմ համաձայնի կոնկրետության հետ կապված, որովհետև անընդհատ ամեն օր մի քանի կողմից նույն մարդուց երկու հայտարարություն լսելիս ես այդ համահունչությունը չեմ տեսնում։ Այսինքն, տենց մի օր ասում են նորմալ է, մենք այդտեղ շահ ենք տեսնում։ Մի օր ասում են, չէ, մենք այդտեղ անհանգստություն ունենք։ Մի օր հայտարարում են, որ դա հակասում է որևէ բանին։ Մյուս օրը ռուսական ապրանք է գալիս այդ խաչմերուկ հանդիսացող ճանապարհներով Հայաստան։ Այսինքն այն սկեչն եմ հիշում, որ ասում է կինդ ասում է լավ է, ամուսինն ասում է վատ է, ձեր ընտանիքից բան չենք հասկանում։ Հիմա սա է, իրականում բան չենք հասկանում։ Մի օր լավն են ասում, մի օր վատը։ Միգուցե սա նաև տեստի նման մի բան է, որ հասկանան մեր արձագանքները իրենց ցանկացած արձագանքին, բայց մեր արձագանքները շատ հստակ են։ Այն փաստաթղթերը, այն իրավական հիմքը, որը ունենք այսօր առնչվելով ԵԱՏՄ-ի հետ, Ռուսաստանի Դաշնության հետ, այն պայմանագրերը, որոնք ունենք, դրանք գործում են եւ եթե որևէ փուլում կլինի որևէ հակասություն,
ապա գործի կդրվի այդ պայմանագրով շեշտված եւ նշмарված կետերը։ Եթե որևէ փուլում պետք է Հայաստանը ընտրություն կատարի, այսինքն կլինեն հակասություններ, մենք այդ ընտրությունը կկատարենք։ Հիմա ես այդ անհանգստությունը չեմ, հենց այսօր կա որևէ հակասություն, եկեք դրա մասին խոսենք։ Մենք բազմիցս ասել ենք, թե որքան կարևոր է Ռուսաստանի Դաշնությունը իբրև ռազմավարական գործընկեր Հայաստանի համար։ Մենք բազմիցս ասել ենք, թե որքան առավելություններ եւ օգուտներ ունի Հայաստանի Հանրապետությունը նույն ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շրջանակում։ Երբեմն դուք որոշ քաղաքական գործիչներ, լրատվամիջոցներ մեզ երբեմն հակադարձում են, ասում են, այ դուք առևտուրը այդքան ավելի եք մեծացնում շրջանառությունը նույն ԵԱՏՄ-ի հետ, Ռուսաստանի Դաշնության հետ, մյուս կողմից խոսում եք դեպի Եվրամիություն մեր հայացքների մասին, բայց մենք միշտ արձագանքում ենք, որ երկու ուղղությունն էլ, բոլոր ուղղություններն էլ կարևոր են։ Դա նաև շատ ակներև է մեր այս անցնող տարում կնքված տարբեր համագործակցությունների ցանկը նայելիս, այո, մենք Չինաստանի հետ ունենք ռազմավարական գործընկերություն, մենք Գերմանիայի հետ ունենք, մենք Միացյալ Նահանգների հետ ունենք, այսինքն Վրաստանի հետ, այսինքն բոլոր կետերով, երբ որ դուք նայում եք, սա հենց բալանսավորված քաղաքականության մասին է, մի կենտրոնից կախված չլինելու մասին է ամբողջությամբ, այլ տարբեր ուղղություններով ունենալ համագործակցություն, ունենալ շահեր եւ հետաքրքիր լինել բոլոր այս նախագծի գործնական քայլերը դեռ չեն երևում, խոսում է հակասություններից, ընդհանրապես որպես Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամ, նաև հավելում է, որ Ռուսաստանը միշտ կողմ է Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սակայն այս գործընթացները ըստ նրա պետք է հիմնված լինեն 2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների վրա եւ հաշվի առնեն տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների շահերը։ Ինչպես է արձագանքում։ Շատ լավ, մենք Հայաստանի ներկայացուցիչ, Ադրբեջանի ներկայացուցիչ եւ Ռուսաստանի ներկայացուցիչ ունեցել ենք եռակողմ փաստաթուղթ ստորագրած։ Հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները եկել են համաձայնության նմանատիպ կամ այլ տրամաբանությամբ որևէ համաձայնության շուրջ։ Այսինքն հիմա այստեղ ինչ է, պետք է ասեն, չէ, դուք քանի որ 5 տարի առաջ ենթադրենք, 6 տարի առաջ ինչ որ բանի շուրջ եկել եք որոշակի համաձայնությամբ, որը ինչ-ինչ պատճառներով չի գործել եւ ոչ Հայաստանի մեղավորությամբ չի գործել, ապա այսօր չեք կարող որևէ այլ համաձայնության գալ, թե պետք է ողջունել երկու հակամարտող երկրների կամքը գնալու խաղաղության ճանապարհով, համագործակցության ճանապարհով եւ որը արդեն իսկ գոնե նախորդող 1-2 տարվա ընթացքում տվել է իր արդյունքները։ Հստակ որևէ մեկ այսօր որևէ ընդդիմադիրի կանգնացրեք որպես լրատվամիջոց հարց տվեք, որևէ մեկը չի կարող չնշмарել, որ կա այն խաղաղությունը, որը այդքան ցանկալի էր եւ որը ես լինելով իշխանության մաս եւ լինելով այդքան լավատես մեր ապագայի հետ կապված, այսինքն անցյալում ես չեմ պատկերացրել, որ այսքան արագ կարող է այս արդյունքները գրանցվեն։ Դրա համար հիմա այս արդյունքները ունենալով գոնե այն երկիրը, որը տևական ժամանակ շուրջ 30 տարի ջանք է դրել, որպիսի լինի այդ խաղաղությունը, հիմա պետք է ողջունել այդ խաղաղությունը եւ նշмарել իրենց ներկայությունը եւ իրենց մասնակցությունը այս խաղաղության ձեռքբերմանը։ Ոչ թե ասել, այս ամեն ինչը թողեք, այս համաձայնությունները եւ հետ եկեք գնանք միտեղ, որտեղ արդեն իսկ ունեցել ենք ոչ հաճելի եւ ոչ ցանկալի արդյունքներ, չգործող ինչ որ բաներ։ Լավ, Տիկին Հակոբյան, Ռուսաստանի Դաշնությունից այսպես հայտարարություններ են, որոնք դուք ասում եք անհասկանալի են, մեծ ասկու չեք հասկանում։ Ռուսաստանը ընդհանրապես մեկ խոսում է ապաշրջափակման կարևորությունից, մեկ տեսնում է հակասություններ։ Հիմա 26 թվականի ընտրություններն են ու գիտեք, որ մոտենում ու գիտեք, որ այսինքն դուք էլ բարբերաբար հայտարարել եք այդ հիբրիդային գրոհների մասին, որոնք գալիս են հյուսիսից եւ բայց փաստորեն ու նաեւ Եվրամիությանն եք դիմել աջակցելու։ Ռուսաստանը այստեղ հաշվի առնելով այդ հակասությունները, նաեւ ընդհանրապես հաշվի առնելով նաեւ ինչ քաղաքական խմբակներ ուժեր են գործունեություն ծավալել, ինչ քայլեր է ձեռնարկելու եւ որքանով է իշխանությունը պատրաստ դրանք օրինակ դիմակայելու, կլինի հիբրիդային տեսքով կամ մեկ այլ։ Մենք արդեն իսկ 21 թվականին շատ
հզոր հիբրիդային ալիքների եւ սպառնալիքների դիմակայել ենք եւ դրա դեմ պայքարել ենք շատ հաջողված փորձով։ Եթե հետ գնանք 21 թվական, 20 թվական, այն ժամանակվա այդ հիբրիդային ռազմավարությունները, որ կար այդ սպառնալիքները Հայաստանի դեմ, դրանք անգամ ձևակերպված չէին, որպեսզի դրանց դեմ պայքարի մեխանիզմներ լինել։ Մենք ուղղակի շատ ճիշտ ենք կողմնորոշվել եւ շատ պատվով ենք դուրս եկել այդ սպառնալիքների տակից։ Այո, դա ստրես է եղել հասարակության համար, այո, դա հակասական զգացողություններ է առաջացրել մեր քաղաքացիների մոտ, բայց այդ նույն քաղաքացիները ունենալով արդեն այդ փորձը տարիներ շարունակ, որտեվ չի եղել շրջան, որ չլինեն հիբրիդային սպառնալիքներ, չի եղել, եւ ոնց որ իմունիտետ է ձեռք բերել մեր քաղաքացին։ Ու հիմա ավելի պատրաստված է։ Ես ամեն օր տեսնում եմ, որ մեր քաղաքացիները ավելի պատրաստված են։ Ես շատ քաղաքացիներից ստանում եմ օրինակ նամակներ, հա, սոցցանցերի իմ էջերին, ասենք ուղարկում են, ասում են, սա ճիշտ է, թե ֆեյք է։ Եթե ժամանակին դա ուղակի մարդիկ շեյր են անում իրենց էջերին եւ ասում էին ժողովուրդ, տեսեք ինչ է կատարվում, հիմա արդեն ոչ թե կիսվում են, այլ մի հատ էլ որևէ իշխանական ներկայացուցիչ չեն ուղարկում, ծանոթ, անծանոթ մարդիկ են դա անում, ամեն օր են անում, տասնյակներով, եւ կարծիք են հարցում իրենք ճիշտ են զգացել, եւ հենց հասարակությունը արձագանքում է կասկածանքով այդ հիբրիդային սպառնալիքներին, մենք այդտեղ հաղթում ենք, որովհետեւ եթե դու կասկածում ես այն հակասական զգացողություններ եւ տագնապ առաջացնող լուրերը կարդալիս, ուրեմն դու արդեն դրա դեմ պայքարում ես, դրան չես հավատում։ Եվ ես այսօր էլի եմ ասում, ես ավելի ու ավելի եմ տեսնում հասարակության մոտ այդ մեդիագրագիտության սեփական փորձի վրա հիմնված, հա, մեդիագրագիտության այդ աստիճանի բարձրացումը, դրա համար ես կարծում եմ նաև թե հաշվի առնելով, որ Եվրամիությունից 15 միլիոն եվրո ենք մենք հենց հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար ունենալու, սա կարծում եմ ավելի աջակցելու է նաև մասնագիտական մարդկային, հա, փորձը նրանց կիրառելով, մենք մեր փորձն էլ հաշվի առնելով, ես կարծում եմ մենք կկարողանանք իհարկե դժվարությամբ, բայց կկարողանանք միանշանակ դրա տակից եւս պատվով դուրս գալ, ինչպես 21 թվականին եւ դրան հաջորդող շատ էլի ժամանակաշրջաններում։ Տիկին Հակոբյան, չեմ կարող չհարցնել, քանի որ կադրերում ձեզ էլ տեսա, շատ է քննարկվում, թե ինչպես են անցնում ձեր ուրբաթ երեկոներն էին, կարծեմ։ Ուրբաթ թե շաբաթ երեկոներն են, շատ ակտիվ, որտեղ վարչապետը թե նվագում էր, թե պարում էր, բավականին ուրեմն քննարկման ու քննադատության առիթմի հատվածի մոտ ընդհանուր մինչև խրախճախտի ժամին, ընդհանուր մինչև կադրեր օրինակ ձեր պարը համադրել էին եռաբլուրում ստեղծված իրավիճակի հետ, ստեղծել էին տարբեր այդպես վիդեոհոլովակներ, ինչպես է արձագանքում։ Ես sense ասեմ, մարդկանց հույզերի վրա դա լկտի խաղալ է, էվելի հիբրիդային քայլ է, որովհետև այո, եղել են ցավալի շրջաններ, եղել է այդ ատելության, այդ մթնոլորտը հանրապետությունում, այդ ագրեսիվ մթնոլորտը եղել է մեր հանդեպ, սակայն դրան անմիջապես հաջորդել է մեր հրաժարականը։ Վարչապետը հրաժարական է տվել, նոր ընտրություններ են եղել, որպեսզի հասկանանք, արդյոք ճնշող մեծամասնությունն է այդպես վերաբերվում իշխանությանը, թե ոչ։ Եվ հասարակությունը այդ ճնշող փոքրամասնության, այդ աղաղակների եւ ատելության այդ ձայների ներքո գնացել է, լուր գնացել է եւ տվել է համանդրական մեծամասնություն իշխող այսօրվա կուսակցությանը։ Եվ մենք հաջողությամբ, չնայած ամեն շրջանում եղել է ընդդիմության այդ էլի հույզերի վրա խաղալով այդ ատելության, այդ դրսևորումները, եղել են, հիշում եք, հա, այդ որևէ շարժումներ, անուններն էլ չեմ հիշում, փրկության, չգիտեմ ինչի շարժումներ, հասարակությունը որևէ կերպ անգամ այս հույզերի ֆոնին չի գնացել եւ չի տրվել այդ մանիպուլյացիաներին։ Շարունակել է մնալ իշխանության կողքին, ճիշտ է կողմնորոշվել։ Եվ այսօր մենք գնում ենք հերթական ընտրությունների, հասկանում եք, այդ ամեն ինչի ֆոնին չի եղել արտահերթ ընտրություններ։ Մենք գնացել ենք, գնում ենք հերթական ընտրությունների, ընդամենը 6 ամիս է մնացել ընտրություններին։ Եվ բնականաբար շարունակվում է այդ նույն հույզերի վրա խաղալը։ Բոլորն էլ ժամանակին, երբ որ թարմ էին այդ վերքերը, երբ որ այդ անգամ այդ սեռական բնույթի հայհոյանքին չէր հնչում պատասխան։ Մենք ուղղակի գլխի կոր
ասում ենք, թող մարդկանց ատելությունը, այս ֆոնը, այս ջղայնությունը անցնի, մարդիկ գիտակցեն, հետո կհասկանանք ոնց են արձագանքում։ Եվ հիմա էլի այդ ատելությունը, որտեղ իրանք մնացել են այդ 20-21 թվականներում, իրանք չեն գիտակցում ինչա տեղի ունեցել մինչև այսօր։ Իրանք հիմա այդ նույն կերպ փորձում են ամեն ինչը դրան վերագրել։ Իսկ իրենք, հենց իրենք չեն գնում ծովափներ հանգստանալու կուրորտներ, չեն անում շքեղ հարսանիքներ եւ ծնունդներ, գործուղումներին մեր հետ գնալիս, չեն վայելում որևէ քաղաքի, որևէ տեսարան եւ այլն։ Դրա համար թող բերաններս բացել չտան ուղակի, թող բերաններս բացել չտան։ Իրենք էին անում այդ շքեղ հարսանիքները, իրենք են ամեն անգամ հենց 20 թվականի պատերազմին հաջորդող ամռանը իրենց լուսանկարներն էին տարածվել, որ գնում էին տարբեր ծովափնյա երկրներ հանգստանալու եւ վայելելու կյանքն ու արևը, երբ որ մարդիկ սքի մեջ էին։ Լավ։ Դրա համար, բայց այս ամեն ինչը ես չեմ ասում ես չէի ասի, եթե այս արձագանքը չլիներ այսօր 5 տարի անց, երբ որ մենք ունենք խաղաղություն։ Ուղղակի երբ որ կա, մենք էլ արձագանքում ենք, բոլորն էլ ապրում են եւ մենք այդ զոհողությունը կյանքի գնով, հա, մեր պետականությունը այսօր պահելը եւ այս խաղաղությունը համարում ենք հենց դրա գինը եւ կարծում ենք, որ պետք է ոչ թե մեռնել, այլ շարունակել ապրել եւ կարծում ենք, որ այդ զոհերը հենց դրա համար են զոհել իրենց կյանքը, որ այսօր մարդիկ ապրեն, շարունակեն ապրեն, խաղաղության մեջ ապրեն եւ զարգացում ապահովեն Հայաստանի Հանրապետության համար։ Այո, մեր ուրբաթ երեկոները, շաբաթ երեկոները, բոլոր 5 շաբթի երեկոները, երբ որ նախաձեռնող նիստերը մեր կենտրոնական գրասենյակում, 3 շաբթի երեկոները, երբ որ վարչության նիստերը մեր կենտրոնական գրասենյակում, մեզ մոտ լավ է անցնում, որովհետեւ մենք մեր առաջ դրած բոլոր նպատակներին հասել ենք կամ հասնում ենք, մենք գոհ ենք մեր արձանագրած արդյունքներից եւ մենք պլաններ ենք մշակում ապագայի հետ կապված, որոնց եւս հասնելու ենք։ Դրա համար մեր բոլոր երեկոները անցնում են լավ եւ երբ որ պետք է սգալ, մենք սգում ենք, երբ որ պետք է հիշել եւ լացել, մենք անում ենք դա, բայց երբ որ պետք է ուրախանալ, մենք ուրախանում ենք ու ինչու ոչ թույլ ենք տալիս, որ ընդդիմությունը, այդ դատարկ ընդդիմությունը ունենա որոշ օրերին օրակարգ, օրինակ արձագանքի նման կերպ մեր օրակարգին։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել։ Հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։ Ասել էինք, չէ, դեկտեմբերը նվերաշատ է։ Մինչև դեկտեմբերի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Դալմա եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։ Սիրելի հայրենակիցներ, ամփոփում ենք Հայաստանի եւ տարածաշրջանի համար մի վճռորոշ տարի, որի ընթացքում կայացվեցին որոշումներ, գտնվեցին լուծումներ, որոնց բարեհաջող իրականացման դեպքում մենք դրանց արդյունքները
վայելելու ենք տասնամյակներ, եթե ոչ ավելի երկար։ Թևակողում ենք նոր տարի 2026 թվականը եւ իմ մաղթանքն է, որ մենք պինդ, ամուր պահենք արդեն իսկ 25-ին ձեռք բերված հաջողությունները, ամրապնդենք դրանք, զարգացնենք դրանք եւ որևէ դեպքում թույլ չտանք մեր ձեռքից խլել 25-ի վերած երկարաժամկետ հաջողությունների հեռանկարը։ Թող լինի հաջողության, խաղաղության, առողջության եւ բարեկեցիկ զարգացման տարի։ Շնորհավոր Ամանոր։